Առաջին լրատվականի հիմնական թողարկումն է եթերում։ Բարև ձեզ, օրվա գլխավոր թեմաները նախամարով։ Զբոսաշրջային քաղաքի գրոսմայստեր հյուրերը, շախմատի աշխարհի կանանց առաջնության Grand Prix-ի բացումը ջերմուկում կատարել է Հանրապետության ղեկավար շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Գոհար Վարդն Առյալ, Կիրակի ուրախ տոնախմբությամբ եւ միմյանց վրա ջուր ցողելով նշվել է հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից Վարդավառը։ Վատիկանի պատվիրակները Մայրաթոր Սուրբ Էջմիածնում վեհափար հայրապետն ընդունել է կարդինալ Լեոնարդո Սանդրիին, որի ձեռամբ երեկ օծվել է Տաշիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Կարծախցի հավատացյալները աշխարհի տարբեր անկյուններից Ջիվանու գյուղ էին եկել մասնակցելու վերականգնված Սուրբ Կարապետ եկեղեցու օծմանը։ Սիրիայում ճգնաժամը հասել է գագաթնակետին, մայրաքաղաք Դամասկոսը փողոցային մարտերի թատերաբեմ գործի է դրվել ծանր հրետանի։ Ջերմուկում մեկնարկում է կանանց Grand Prix մրցաշարը, որի մասնակցում են մոլորակի ուժեղագույն գրոսմայստերները։ Աշխարհի չեմպիոնուհու կոչման համար պայքարի այս փուլում հանդես են գալիս նաև մեր երկու առաջատարները՝ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ Բացման արարողությանը մասնակցում է եւ ողջույնի խոսքով հանդես է եկել Հանրապետության ղեկավար Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Կանանց Grand Prix մրցաշարի բացման հանդիսության տեսագրությունը կարող եք դիտել առաջինի երեկոյան եթերում, իսկ մինչ այդ առողջարանային քաղաքից շախմատային տրամադրություններն ու մեր շախմատիստուհիների հնարավորությունների մասին մասնագիտական դիտարկումներ է փոխանցում Մայա Խաչատրյանը։ Բարի երեկո Շահանես, զբոսաշրջային ջերմուկն իսկապես հայտարարված է շախմատի համաշխարհային մայրաքաղաք։ Արդեն մի քանի տարի այստեղ անցկացվում են ոչ միայն մեր հավաքականի ուսումնամարզական հավաքները, Կարեն Ասերյանի անվան մրցաշարը, այլև միջազգային բարձր կարգի մրցումներ։ Հանրապետության նախագահ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մեծ հանդիսավորությամբ բացվեց FIDE-ի կանանց Grand Prix երկրորդ մրցաշարը, որին մասնակցում են նաև FIDE-ի եւ Global Chess ընկերության նախագահները։ Առաջիկա 10 օրերի ընթացքում առողջարանային ջերմուկում կարելի է հանդիպել հանրահայտ ճանաչված շախմատիստուհիների 7 երկրից 12 ուժեղագույն գրոսմայստերներ այստեղ են չափելու ուժերը։ Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ Նշեմ, որ Grand Prix մրցաշարը կարևորագույն հանգրվան է աշխարհի թագին հավաքնելու համար, իսկ ովքեր կլինեն դափնեկիրները, պարզ կլինի հուլիսի 29-ին, հենց այդ օրը տեղի կունենա մրցաշարի փակման արարողությունը։ Իսկ ինչպիսին են մեր գրոսմայստերների շանսերը, առաջարկում եմ լսել գլխավոր մրցավար Արմեն Նիկողոսյանին։ Նրանք կարող են պայքարել բարձր տեղերի համար։ Դանիելյան Էլինան ընդհանուր հաշվարկին է մասնակցում եւ հույսեր ունի գրավել մինչև 7-րդ 8-րդ տեղերը, որը նրան հնարավորություն կտա լրացուցիչ մրցանակ շահել։ Առաջի անգամ 2010-ին էր, որտեղ ես ու Լիլիթը կարելի ասել լավ խաղացինք, մենք կիսեցինք 3-րդ տեղը իրար հետ, հույսով ենք այս տարի նույնպես կարենանք լավ խաղանք։ Այսօր երկուշաբթի է, բայց ոչ աշխատանքային։ Հայ առաքելական եկեղեցին Կիրակի նշում էր մեր 5 տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը։ Իսկ տաղավար տոնի հաջորդ օրը համարվում է մեռելոց, հանգուցյալների հիշատակության օր։ Կառավարության որոշմամբ մեռելոցը հայտարարված է ոչ աշխատանքային, որպեսզի մարդիկ կարողանան այցելել իրենց հարազատների շիրիմներին։ Այսօր առավոտյան հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, իսկ երեկ եկեղեցիներում միանգամայն այլ տրամադրություն էր, մարդիկ շտապում էին րոպե առաջ ցողվել օրհնված ջրով։ Թե ինչպես է նշել Վարդավառը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում, Հայկուշ Ասլանյանն է պատմում։ Էջմիածնի ամենամեծ ջրավազանը նախօրեին ամենամարդաշատն էր, պայծառակերպության ու Վարդավառի տոնախմբության համար կազմակերպիչներն այնպիսի վայր էին ընտրել, որ ջուրն անսպառ լիներ, իսկ տոնական տրամադրությունն ապահոված։ Տոնի իրական խորհրդի Թափորի լեռան վրա Աստվածորդու պայծառակերպության մասին հոգևորականի քարոզը լույս սփռեց դրա հեթանոսական ծագման մասին կարծիքներին։ Քրիստոս վերցնելով իր 3 սիրելի աշակերտներին բարձրացավ Թափոր լեռ աղոթելու։ Թափոր լեռան վրա տեսան Քրիստոսի պայծառակերպությունը, երբ նրա հագուստները ջերմակ էին, այնքան որ լույս էին արձակում եւ որևէ լվացք անող չէր կարող այդքան ջերմեկեցներ, ջրով մաքրեր իր հանդերձանքը եւ իր մարմինն էր լույս արձակում արեգակի նման, որ իր զորությունն էր։ Տոնական միջոցառումն իր հունով ընթացավ մինչև այն պահը, երբ հոգևորականն արտասանեց ջրօրհնեքի վերջին բառերը, հետո թե որտեղից հայտնվեցին դույլերն ու տարբեր տրամաչափի տարաները, ոչ ոք չիմացավ։ Տոնակատարության ճիշտ կեսից կազմակերպիչները ստիպված եղան սցենարային փոփոխություններ կատարել, չմերժելու համար ներկաների ցանկությունը։ Իսկ ցանկությունը մեկն էր՝ ցողվել, այս դեպքում մի լավ թրջվել, օրհնված ու վարդաթերթերով ողողված ջրում։ Վարդավառի ջուրը մաքրության խորհուրդ ունի եւ ասում են, եթե այդ տարի Վարդավառի ժամանակ չէր ջրվում, ապա այդ տարի
Հուսով եմ իմ համար այս տարին բարեհաջող կլինի եւ բարեհաջող ավարտ կունենա։ Շնորհավոր Վարդավառ։ Ես մի քանի անգամ արդեն թրջվել եւ չորացել եմ։ Շատ փոքրուց այս տոնին մասնակցել եմ։ Եվ հիմա էլ այդ ավանդույթը փոխանցում եմ իմ երեխաներին, թոռնիկներին։ Ջրով ցողվելու սովորույթը նույն նահապետի ժամանակներից է գալիս, փրկվելով աշխարհակործան ջրհեղեղից ամռան ճիշտ կեսին, նույն իր ընտանիքով ջուր են ցողել միմյանց եւ որդատունկերի վրա կենարար այդ հեղուկի հետ կապելով կյանքի շարունակականությունը։ Իսկ Վարդավառը, որը ոչ թե ջրի, այլ հենց ծաղկի հետ կապ ունի, ավելի ուշ միացավ պայծառակերպության տոնին։ Դեռևս միջնադարից, երբ գովերգում էին Աստվածամորը, նույնիսկ Նարեկացին վարդեր է նվիրում Աստվածամորը, Գոհար Վարդը Վարարյալ, եւ վարդը միշտ համարվել է խորհրդանիշ նվեր տալու համար, գեղեցկության համար, մի տեսակ դիմացինին ծաղկի նման գնահատական տալու, եւ այս ամբողջը միախառնվել իրար, դարձել է գեղեցիկ ժողովրդական ավանդություն։ Ինչպես յուրաքանչյուր քրիստոնեական տոն, Վարդավառն էլ անմասն չի մնացել ժողովրդական հավատալիքներից, թրջվելը որպես առողջ ու հաջողակ լինելու պարտադիր պայման կամ կյանքի լավագույն կեսին գտնելու աղավնիներով գուշակություն անելը արդիական են նաև 21-րդ դարի քաղաքացու համար։ Աղավնին էլի նորից երիտասարդներն են թրջրել տղաները եւ եթե իրենց սիրած աղջկա տանկտուրին 3 անգամ աղավնին պտտվել է, ուրեմն հաստատ Աստծո կամքն է եղել, որ իրենք պիտի իրար հետ ամուսնանան ու ամուսնացել են իրար հետ։ Տոնի բարձր տրամադրությունն ապահովեցին մեջ միասին երկի բարի խմբերն ու անհատ կատարողները։ Հայկուշ Ասլանյան, Գևորգ Անտոնյան, Առաջին լրատվական։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել են Վատիկանի արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին, պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկո եւ Հայաստանում, Վրաստանում ու Արևելյան Եվրոպայում հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի ուղեկցությամբ։ Վեհապար հայրապետը ողջունել է կարդինալի այցը Հայաստան եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, արձանագրելով, որ հայ արաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների պատմականորեն նվիրագործված հարաբերությունները աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ։ Նորին սրբությունը գոհունակությամբ է ընդգծել Մայրաթորի եւ Վատիկանի միջև կրթական եւ սոցիալական ոլորտներում առկա արդյունավետ համագործակցության կարեւորությունը։ Խոսելով քույր եկեղեցիների հարաբերությունների մասին, Վեհապար հայրապետը ընդգծել է, որ Քրիստոսի եկեղեցին պետք է սիրո միության մեջ լինի պատմական զարգացումների արդյունքում ձևավորված արժեքային համակարգերի անխաթար պահպանությամբ, ինչը կնպաստի քրիստոնեական առաքելության հաջող իրագործմանը։ Կարդինալ Սանդրին հույս է հայտնել, որ հայ եւ կաթոլիկ եկեղեցիների եղբայրական հարաբերությունները ավելի կսերտանան եւ կզորանան եւ ամենայն հայոց կաթողիկոսին է փոխանցել կաթոլիկ աշխարհի քահանայապետ Բենեդիկտոս 16-րդ պապի ջերմ ողջույնները։ Վեհապար հայրապետն ու Վատիկանի կարդինալը այցելել են մայր տաճար, աղոթք հնչեցրել Իջման Սուրբ Սեղանի առջև։ Մինչև ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումը Վատիկանի ներկայացուցիչները եղել են Լոռու մարզում մասնակցել Տաշիրի եկեղեցու վերաբացմանը։ Սուրբ Աստվածածին եկեղեցին օծվել է կարդինալ Լեոնարդո Սանդրիի ձեռամբ։ Հարյուրավոր լոռեցի եւ շիրակցի հավատացյալներ են շտապել Տաշիր հռոմեական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցչի օրհնանքը ստանալու։ Լոռու մարզի Տաշիր քաղաքը հուլիսի 15-ին Վարդավառին զուգահեռ մեծ հանդիսությամբ նշում էր Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբացումը, ինչին իր մասնակցությունն էր բերել հովական այցով Հայաստան ժամանած Վատիկանի արևելյան եկեղեցիների կոնգրեգացիայի պրեֆեկտ կարդինալ Լեոնարդո Սանդրին եւ Հռոմի սրբազան քահանայապետի ներկայացուցիչ Մարեկ Սոլչինսկին։ Կարդինալի ձեռամբ Տաշիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը հետևեց Սուրբ Պատարագը, ինչը մատուցում էր Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը։ Սրբազան հայրեր, ուզեի ծեր միջոցով իմ խորին երախտագիտությունս եւ համագործակցությունս եւ սերս հայտնել ամենայն հայոց Կարեկին երկրորդ կաթոլիկոս պատրիարքին ծեր ներկայությամբ, որ մեզ համար հատուկ նշանն է, որ մենք ի վերջո աշխատում ենք, գործում ենք եւ հուսալով, որ կհասնենք մինչեւ այն երազը, մեկ հայ եկեղեցի երազը։ Սուրբ Պատարագի ավարտին Լոռիի ու Շիրակի մարզի կաթողիկե համայնքների երիտասարդները Տաշիրի մշակույթի տան բակում իրենց մշակութային ողջունով դիմավորեցին Հռոմի բարձրաստիճան հոգևորականներին։
Ինձ համար պատիվ է Հայաստանում ողջունել հայ ժողովրդին եւ նորին Սուրբ Օծություն Կարեգին II-ին։ Ուզում եմ իմ լավագույն մաղթանքները հղել ողջ հայ ժողովրդին։ Կարդինալի պատգամը լսելու եւ օրհնանքը ստանալու համար այստեղ են շտապել Լոռի ու Շիրակի մարզերի շուրջ 2 տասնյակ համայնքների բնակիչներ։ Կարդինալ Լեոնարդո Սանդրին ու նրա գլխավորած պատվիրակությունը կմասնակցեն նաեւ Շիրակի մարզի Աշոտքի տարածաշրջանում գտնվող Տիրամայր Նարեկի հիվանդանոցի հիմնադրման 20-ամյակի միջոցառմանը։ Աննա Մարտիկյան, Տարոն Բալոյան, Առաջին լրատվական։ 9-րդ ոսկե ծիրանն արդեն պատմություն է այս տարի էլ փառատոնը հավատարի մնաց իր սահմանած բարձր չափորոշիչներին։ Վկայությունն այն է, որ հայկական կինոփառատոնի նախորդ տարիների մասնակիցները այս տարի վերադարձան նոր ֆիլմերով եւ նվաճեցին նոր մրցանակներ։ Գլխավոր մրցանակը տուն Բելարուս տարավ Սերգեյ Լոզնիցան Մշուշում ֆիլմի համար։ Այժմ Արծաթե ծիրանի կողքին, որ նվաճել էր անցյալ տարի, նա կտեղադրի պատվավոր ոսկե ծիրանը։ Իդեպ նոր ֆիլմը, նրա ֆիլմը մայիսին կանում նվաճեց Արծաթե Արմավենին, իսկ հաջորդ համար ոսկե ծիրանը կբոլորի արդեն 10-ամյակը եւ հույս կա, որ մրցանակակիր ֆիլմերի թվում շատ կլինեն հայկական արտադրության ժապավենները։ Մեկ շաբաթ շարունակ ոսկե ծիրան 9-րդ կինոփառատոնի պատվոհյուրերն ու մասնակիցները խոսում էին մրցութային ֆիլմերի հրաշալի ընտրության եւ Երևանյան կինոստուգատեսի նուրբ ճաշակի մասին։ Փառատոնի ամփոփումն ու մրցանակային համապատկերը մեկ անգամ եւս վերահաստատեցին այդ իրողությունը, վկայելով ժյուրիների անաչառ ու խստապահանջ գնահատումը։ Ցավոք մեկ, բայց խիստ էական հանգամանք ստվերում է հեղինակային կինոտոնի այս իդիլիկ պատկերը։ Ոսկե ծիրանի 1 տասնյակից ավելի ու բազմազան մրցանակների թվում հայաստանյան արտադրության միայն 1 ֆիլմ, եթե բոլորը խաղարկային կինոնկարն արժանացավ մրցանակի։ Հայ ազգի մյուս բոլոր մրցանակակիրները ներկայացնում են ֆրանսիական, բրազիլական, շվեդական կինոն։ Տատիկից դաջվածքները ֆիլմի հեղինակ Սյուզան Խարտալյանը Հայաստանի կինոակադեմիայի մրցանակը չափազանց բարձր է գնահատում, իսկ Սերժ Ավետիքյանի որդին Տիգրանը, որն արժանացավ Հրանտ Մաթևոսյանի մրցանակին, պատրաստ է այն կիսել բոլոր հայրենակիցների հետ։ Չնայած հեռու եմ ապրում Հայաստանից, բայց ինձ համարում եմ հայկական մշակույթի կրողը։ Առաջինը մրցանակը հայրիկից ցույց կտամ եւ կարծում եմ, որ նա շատ հպարտ կլինի։ Այս մրցանակը կիսում եմ բոլոր հայրենակիցներիս հետ։ Ամենի ես բացարձակ գնահատական է, որ գնայի ստանալ։ Ինչ որ ուրիշ գնահատական կար, նշանակություն է ասել, որովհետեւ վերջի իմ հարազատ ժողովրդի արձագանքը այս ֆիլմի մեջ ինքզին կտեսնել է ինձ համար մեծ նշանակություն ունի եւ կարծեմ մանավանդ Անահիտը իր խորհրդանշով շատ հուզեց ինձ եւ Անահիտը մեզի հետ կլա միշտ։ Սերգեյ Լոզնիցան 2010-ին արդեն նվաճել է Արծաթե ծիրանը, այժմ Երևանում է իր Մշուշում ֆիլմով, դրամատիկ պատմություն մարդկային խղճի ու բարոյականության մասին, որին ժյուրին միաձայն շնորհել է փառատոնի գլխավոր մրցանակը ոսկե ծիրանը լավագույն խաղարկային ֆիլմի համար։ Հիմա արդեն ոսկե ծիրանի հիմ բարեկամի իրավունքով Լոզնիցան կատակում է հայկական ծիրանի մի ամբողջ պարտեզ ունի։ У меня теперь маленький фруктовый садик есть. Ես փոքրիկ հայկական մրգային պարտեզ ունեմ։ Սկզբում Արծաթե, հիմա նաև ոսկե ծիրան ունեցա, ինչը չափազանց հաճելի է։ Ես մեծ բարեկամությամբ եմ կապված ձեր փառատոնի հետ ու հույս ունեմ, որ այստեղ կներկայացնեմ նաև իմ հաջորդ ֆիլմը։ Ռեժիսոր Նատալիա Բելաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը ոչ միայն հաղթեց հայկական համայնապատկեր մրցույթում, այլև արժանացավ էկումենիկ ժյուրիի մրցանակին։ Ֆիլմ պատերազմի մասին, որտեղ հաղթում է սերն ու մարդկային հիշողությունը։ Ռեժիսորը փաստում է, ընդամենը օրեր առաջ Մոսկովյան կինոփառատոնում ներկայացված ֆիլմը նույնքան ջերմորեն ընդունել է նաև ռուսական լսարանը։ Ես չափազանց երջանիկ եմ, որովհետև պաշտում եմ Հայաստանը եւ ուրախ եմ, որ իմ ֆիլմն այնքան հայկական է, որ այն ընդունեցին ու բարձր գնահատեցին նաև Հայաստանում։ Ինձ համար չափազանց կարևոր է, որ ֆիլմը նույնքան ջերմորեն ընդունում է նաև ոչ հայ հանդիսատեսը։ Ոսկե ծիրանը թերթեց իր կենսագրության եւս մի էջը։ 9-ամյա փառատոնը հաջորդ տարի հատում է առաջին 10-ամյակի սահմանագիծը։ Հոբելյանական 10-րդը խոստանում է մեծ ու փոքր նոր հայտնություններ։ Պարզապես մնում է հուսալ, որ դրանք նաև ազգային կինոյի նվաճումները կլինեն։ Նոնե Ալեքսանյան, Կարեն Գրիգորյան, Առաջին լրատվական։ Ռուսական իշխանությունները հրապարակել են Կրիմսկում ջրհեղեղից զոհվածների նոր ցուցակը, որոնց թվում կա 7 հայ։ Նրանք են Սուսաննա Բույուկլյան, Զավեն Դավթյան, Թևոզ Դավթյան, Նիուլիտա Կապուստյան, Տատյանա Մեդոլյան, Հովանես Շահբազյան եւ Լիդիա Շահբազյան։
Հիշեցնեմ, հուլիսի 7-ի գիշերը Գելենջիկ, Կրիմսկ, Նովորոսիսկ քաղաքներում ջրի տակ էին անցել շուրջ 5000 բնակելի տներ։ Վերջին տվյալով զոհվել է 171 մարդ, նրանցից 159 Ղրիմի շրջանում, տուժել էր մոտ 24000 մարդ։ Աղետալի ջրհեղեղից տուժածներին օգնության են հասնում նաև հայկական համայնքներից։ Նիժնի Նովգորոդի հայ համայնքը մոտ 1 միլիոն ռուբլու մարդասիրական բեռ է ուղարկել Կրասնոդարի երկրամաս, փորձելով տաք ծածկոցներով եւ այլ առաջին առարժեշտության իրերով թեթևացնել տուժած քաղաքացիների հոգսը։ Սիրիայում իրավիճակը հասել է լարվածության գագաթնակետին, մայրաքաղաք Դամասկոսում ընթանում են փողոցային մարտեր, քաղաք է բերվել ծանր հրետանի։ Միաժամանակ ՄԱԿ-ի դիտորդները տեղում ուսումնասիրել են Թրեմզե բնակավայրի իրավիճակը։ ՄԱԿ-ի ներկա եւ նախկին գլխավոր քարտուղարներն էլ այցելել են Մոսկվա եւ Պեկին, Ռուսաստանին եւ Չինաստանին համոզելու, որ պետք է Սիրիայի հանդեպ կիրառել նոր պատժամիջոցներ։ Սիրիայի եւ Մոսկվայի հանդեպ արևմուտքի գործընկերների պահվածքը վրդովեցրել է Ռուսաստանի ղեկավարներին։ Կիրակի օրվանից համացանցում միմյանց են հաջորդում Սիրիայի մայրաքաղաքում ծավալվող դաժան մարտերի կադրերով հագեցած տեսագրությունները։ Միջազգային գործակալությունները շարունակում են ճշտել դրանց իսկությունը։ Արաբական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մարտերի պատճառով ժամանակավորապես փակվել են դեպի Դամասկոս տանող եւ մայրաքաղաքը միջազգային օդանավակայանին կապող գրեթե բոլոր հիմնական մայրուղիները։ Սիրիացի ապստամբները Associated Press-ին հայտնել են, որ իրենց առաջնորդների նոր ռազմավարության համաձայն կառավարական զորքի դեմ պայքարն այսուհետև տեղափոխվելու է խոշոր քաղաքների կենտրոնական մասեր։ Դաժան մարտերի թատերաբեմ են դարձել Դամասկոսի Քֆար Սուսե, Միդան եւ Թադամուն թաղամասերը։ Ռուսական աղբյուրները հաղորդում են 16 զոհերի մասին։ Սիրիական աղբյուրները հաստատել են, որ մարտեր են ընթանում մայրաքաղաքի փողոցներում եւ նշել են, որ դրանց ընթացքում զորքը ոչնչացրել է բազմաթիվ ահաբեկիչների։ Սիրիայի Սանա գործակալության տվյալով անցած մի քանի օրերի ընթացքում Լիբանանի տարածքից ապստամբ դիպուկահարներն անընդհատ գնդակոծել են Սիրիայի սահմանապահներին։ Սիրիայում քաղաքացիական բախումներ հրահրելու, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանին սադրելու եւ կողմնակալության համար արևմուտքի երկրներին խիստ քննադատել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովի խոսքով մինչև ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի մասին խոսելը արևմուտքի երկրները պետք է Սիրիայում ապահովեն անվտանգության խորհրդի բանաձևերի կիրառումը։ Մեր արևմտյան գործընկերները ներկայացրել են այնպիսի մի նախագիծ, որի տարրերը չեն համապատասխանում Ժնևում անցկացված ծանր բանակցության արդյունքներին։ Նրանց նախագիծը միայն Բաշար Ասադի վարչակազմի դեմ պատժամիջոցներ է նախատեսում, ըստ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի, սակայն այդ մասին համաձայնություն Ժնևի բանակցության ընթացքում ձեռք չէր բերվել։ Այդ բանակցության մասնակիցներն այդ որոշումները կյանքի կոչելուն ուղղված քայլեր չեն գործադրում։ Ցավոք, մենք այստեղ սադրանքի տարրեր ենք տեսնում։ Մեզ սպառնում են, որ եթե մենք չհամաձայնենք պատժամիջոցներին, իրենք չեն համաձայնի Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների մանդատի երկարաձգմանը։ Ես այդ ամենաապակառուցողական եմ համարում։ Անընդունելի է նաև դիտորդներին որպես հաղթակարդ օգտագործելը։ Սերգեյ Լավրովը նաև ասել է, թե պետք է հավասարակշռել պահանջները եւ ոչ թե պնդել միայն, որ Բաշար Ասադը հեռանա։ Նրա խոսքով մինչև հիմա Սիրիայի ընդդիմությունը չի ցանկանում զսպել իր պահանջները եւ անընդհատ հայտարարում է, թե Սիրիայում հեղափոխություն է իրականացնում։ Միաժամանակ Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը հրապարակել է Թրեմսե բնակավայրում մինչև հիմա կատարված ամենավստահելի տեսագրությունը։ Տեսագրությունն ուղեկցող հաղորդագրության համաձայն դիտորդները հայտնաբերել են ավելի քան 50 ավերված տուն։ Կադրերում արյան լճեր են ու տեղացիների հետ հարցազրույցների տեսագրություններ։ Դիտորդները հայտարարել են, թե Թրեմսեում կառավարությունը կիրառել է ծանր հրետանի եւ հրթիռներ։ Նրանք Սիրիայի կառավարությանը հորդորել են զերծ մնալ խիտ բնակեցված վայրերում ծանր հրետանու եւ հրթիռների գործածումից, որպեսզի հնարավոր լինի խուսափել խաղաղ բնակիչների շրջանում զոհերից։ ՄԱԿ-ի դիտորդները հակամարտող կողմերին հորդորել են գտնել խնդրի խաղաղ կարգավորման ուղին եւ հասնել այնպիսի քաղաքական որոշման, որն ընդունելի կլինի բոլոր սիրիացիների համար։ Դավիթ Մուրադյան, Առաջին լրատվական։ Իսպանիայի մայրաքաղաքում իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Հանքափորների լայնածավալ բողոքի ակցիային հետևել է բազմահազարանոց ցույցը ընդդեմ կառավարության նոր ծրագրերի։ Բողոքարարները պահանջել են չեղյալ համարել երկրի վարչապետ Մարիանո Ռախոյի հայտարարած խիստ խնայողության միջոցառումները։ Նրանք ստեղծված ճգնաժամի համար մեղադրել են բանկերին եւ քաղաքական գործիչներին։ Ցուցարարները անվտանգությունն ապահովող ոստիկաններին հորդորել են միանալ իրենց ակցիային։ Ամենավրդովվածը պետական համակարգի աշխատողներն են, նրանք պնդել են, թե խնայողության միջոցառումները պետք է վերաբերեն բոլորին անխտիր, այլ ոչ թե միայն իրենց։ Մարիանո Ռախոյի հարկային եւ խնայողական բարեփոխման նպատակը Եվրամիության մյուս երկրներին եւ ներդրողներին ապացուցելն է, որ Իսպանիան կարող է հանուն նոր ներդրումների եւ ֆինանսական հոսքերի դիմել ցավոտ քայլերի։ Բողոքի առիթ է դարձել հատկապես ավելացված արժեքի հարկի եւս 3%-ով բարձրացումը։
Քլինթոն հեռացիր, այդպիսի կարգախոսով են Եգիպտոսում դիմավորել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ավտոշարասյանը։ Ալեքսանդրիա քաղաքում Հիլարի Քլինթոնի եւ նրա ուղեկիցների մեքենաների ուղղությամբ եգիպտոսիները լոլիկներ եւ ջրային ռումբեր են նետել։ Ավելին, նրանք սկսել են վանկարկել Մոնիկա անունը, ակնարկելով տիկին Քլինթոնի ամուսնու Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնի սիրուհուն Մոնիկա Լևինսկուն։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ քաղաքական ուժ է ներկայացնում ցուցարարները։ Հիշեցնեմ, պետքարտուղար Քլինթոնը Եգիպտոսի նախագահի ընտրությունից հետո առաջին անգամ է այցելել Կահիրե եւ հանդիպել Եգիպտոսի նորընտիր նախագահ իսլամիստ Մուհամեդ Մուրսիի հետ։ Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման անկեղծացել է CBS հեռուստաընկերության եթերում։ Նա ասել է, որ եթե լիներ իր մրցակից Միթ Ռոմնիի փոխարեն, ինքը եւս կքննադատեր գործող վարչակազմի բացթողումները։ Այո, մենք չենք կարողացել կատարյալ լինել անցած տարիների ընթացքում, սակայն պետք է հաջորդ տարիներին լրացնենք բացթողածը, շեշտել է Օբաման։ Նախագահն ասել է, որ փորձելու է ի վերջո կյանքի կոչել 2008 թվականի իր նախընտրական քարոզարշավի հույս փոփոխություն, այո, մենք կարող ենք կարգախոսները։ Օբաման խոստովանել է, որ Սպիտակ տան ղեկավար լինելը իր պատկերացումներով այլ է եղել։ Նա նաև ասել է, որ չի կարողացել ամերիկացիների մեջ փոխել երկրի ղեկավարների կարծրատիպերը, սակայն ցանկանում է շարունակել աշխատանքը այդ ուղղությամբ։ Առաջին տիկին Միշել Օբաման էլ նշել է, որ անցած տարիների ընթացքում իր ամուսինը մշտապես եղել է ընտանիքի կողքին եւ իր կեցվածքով ավելի է ամրացրել ընտանիքի անդամներին միմյանց կապող թելերը։ Միշել եւ Բարակ Օբամաները նշել են, որ նախագահի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում առաջացած խնդիրները ոչ թե թույլատրել, այլ ավելի են ամրացրել իրենց ամուսնական կապը։ Այսօրվանից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հերթական ուսումնասիրությունն է սկսում մեր երկրում։ Հայաստանը քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի միացած պետություններից է եւ կանոնավոր ստուգումների է ենթարկվում այս կոմիտեի կողմից։ Վերջին դիտարկումները մեր երկրում անցկացվել են 1998 թվականից։ Այսօրվանից 18 անկախ փորձագետներից բաղկացած կոմիտեն հայաստանյան պատվիրակության հետ մեկտեղ երկխոսություն կսկսի մեր երկրում մարդու իրավունքների խթանման եւ պաշտպանության վերաբերյալ։ Հայաստանի կառավարությունը մարդու իրավունքների կոմիտեին է ներկայացրել այս բնագավառում իր ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույց, սեփական զեկույցներն են ներկայացնել նաև ոչ կառավարական կազմակերպությունները։ Հայաստանի մասին եզրափակիչ դիտարկումները կհրապարակվեն հուլիսի վերջին։ Կառավարությունը որոշել է աղջիկների ամուսնության տարիքը սահմանել 18 տարեկանը, նախկինում 18-ում էլ կարելի է ամուսնանալ։ Սա օրենքով, սակայն որքանով են այդ տարիքի աղջիկները պատրաստ ամուսնության եւ որն է ի վերջո ամուսնանալու իդեալական տարիքը։ Այսօր բժիշկ, հոգեբան, ուսուցիչ եւ հասարակագետ յուրաքանչյուրը իր մասնագիտական տեսանկյունից փորձել է գտնել հարցի պատասխանը։ Աղջիկների դեպքում 24, իսկ տղաների դեպքում էլ 30-ը համարվել են մեր օրերում ամուսնության ամենահարմար տարիքը։ Արմիկ Խոսրովյանն իր միակ դստերը խորհուրդ է տալիս ամուսնանալու հարցում երբեք չշտապել, ծանրութեթև անել մինչև 24 տարեկան, 24-ից մինչև 28 տարեկանն արդեն պետք է ամուսնանալու որոշումը կայացնի, ինքն անձամբ այդ տարիքում է ընտանիք կազմել, հաջողված օրինակ է։ Ամուսնությունը դա ոչ միայն կենցաղն է, ամուսնությունը նաև ամուսինների ներդաշնակությունն է հոգևոր։ Ամուսինները պետք է գիտակցեն ինչ քայլ են գնում, նրանք պետք է իրենց երեխային դաստիարակեն, երբ որ մարդու ինքնագիտակցությունը բարձր մակարդակի չի, նա չի կարող ոչ միայն շփվել իր կողակցի հետ, այլ նաև դաստիարակել ապագա իր զավակին։ Հոգեբան Աննա Բադալյանը եւս խորհուրդ է տալիս ամուսնանալ 24 տարեկանի մոտակայքում։ Մարդը հասցրել է կայանալ, ապրել վայրեջքներ ու վերելքներ, երջանկության զգացում կամ հիասթափություն, գիտի ինչպես կառավարել ընտանեկան բյուջեն, ինչպես լեզու գտնել տան անդամների հետ։ Վերելքները եւ բարիչները, եթե անհատը ծանոթ է լինում, իրեն ավելի հեշտ է լինում հաղթահարել դեր ընտանեկան կոնֆլիկտները, ընտանեկան գոյություն ունեցող անձնային կոնֆլիկտները։ Երեխա ծրագրերը գինեկոլոգները խորհուրդ չեն տալիս 18 տարեկանում, եթե նույնիսկ ամուսնացել են։ Վերարտադրողականության համար 25-ից 35 տարեկանն է լավագույն տարիքը։ Ոսկրային կոնքի ձևավորումը կոնկրետ կանանց մոտ, աղջիկների մոտ ավարտվում է 18 տարեկանում, երբեմն մինչև 20 տարեկան։ Այսինքն 18 տարեկանում ամուսնությունը եւ այդ ժամանակահատվածում հղիությունը իհարկե վտանգավոր է կնոջ համար առողջական առումով։ Վերջին 5 տարիների վիճակագրության համաձայն 17 տարեկան ընդամենը 100 աղջիկ է ընտանիք կազմել։ 18 տարեկանների ամուսնությունների թիվը տարեկան հասնում է 600-ի։ Փոքր տարիքում ամուսնությունները գնալով նվազում են։ 15-ից 19 տարիքային խմբում օրինակ 30 տարի առաջ 9000 ամուսնություն կար գրանցված։ Եվ 15-ամյա, եւ 16-ամյա, եւ 17-ամյա աղջիկների կողմից ծնած երեխաների գրանցման վերաբերյալ կան տվյալներ։ 10 թվականին 18 այդպիսի դեպք ունենք, որ 15-ամյա աղջիկները երեխաներ են ունեցել, 2006-ին դրա դեպքեր եղել են 11։
Որ Հայաստանում աղջիկներն ամուսնության մասին պետք է սկսեն մտածել 18-ից սկսած, հոգեբաններն ու ծնողները ճիշտ են համարում, իսկ տղաների համար ամուսնանալու լավագույն տարիքը համարում են 30-ը։ Մարդիկ ավելի լուրջ կմոտենան ամուսնությանը, կհասցնեն մինչև ընտանիք կազմելը անհրաժեշտ կրթություն ստանալ, աշխատանք գտնել, կենսափորձ կուտակել։ Արմինե Պետրոսյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Ազգային երկու պարով ուրախ տոնախմբությամբ և հրավառությամբ Ալավերդիում նշել են քաղաքի օրն ու մետալուրգի մասնագիտական տոնը։ Եվ սա պատահական չէ, քանի որ քաղաքի ողջ պատմությունը միաձուլված է մետաղագործության պատմությանը։ Ուղիղ 242 տարի առաջ պոնտոսցի հույները բնակություն հաստատեցին այս տարածքում, հիմնեցին Ալավերդի քաղաքը և վերականգնեցին պղնձաձուլության հնամենի ավանդույթները։ Տոնի առիթով քաղաքի լավագույն մետալուրգները պարգևներ են ստացել։ Ալավերդու հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված հանդիսույթներն սկսեցին քաղաքապետի պաշտոնական ընդունելությամբ, որին հրավիրված էին հյուրեր մարզկենտրոնից ու մայրաքաղաքից։ Քաղաքապետը պատվոգրեր ու արժեքավոր նվերներ է հանձնում վերջին մեկ տարում իրենց աշխատանքում աչքի ընկած ալավերդցիների, մետալուրգներ, ուսուցիչներ, տնտեսության տարբեր ճյուղերում աչքի ընկած այլ մասնագետներ։ Ալավերդցիներն այն մարդիկ են, ովքեր որ միշտ ստեղծագործ են եղել, ովքեր արարել են Ալավերդին թե արդյունաբերության ոլորտում, թե գիտակրթական, թե մարզական ոլորտում միշտ ունեցել է շատ բարձր ցուցանիշներ։ Այնուհետև տոնը շարունակում է մասսայական միջոցառումներով։ Հոմավառություն Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում տեղացի նկարիչների բացօթյա ցուցահանդես Սանահինի պատմական կամրջին ու համերգ, հանդբոլի, բասկետբոլի համակարգային առաջնություններ եւ գեղանկարիչ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսի բացում։ Մարդարացի որոշում կայացվեց եւ քաղաքի օրը եւ մետալուրգի օրը նշվում է միասին եւ դրա մեծ խորհուրդ կա, քանի որ Ալավերդի քաղաքի ողջ պատմությունը միահուսված միաձուլված է մետալուրգիայի, մետաղագործության պատմության հետ։ Լեռնամետալուրգիայի հեռանկարներն Ալավերդում թեմայով քննարկումով տոնական միջոցառումները շարունակվեցին ACP ընկերությունում։ Ես գտնում եմ, որ կունենանք արդեն իսկ մի 10-12 տարուց հետո ոչ թե 20 կտրուկ փոփոխություններ, մեր հայկական կյանքի մակարդակը շատ մոտիկ կլինի արդեն եվրոպական ամենակիչը արևելյան եվրոպական երկրների մակարդակի 242 տարի առաջ Պոնտոսից լոռի հրավիրված հույների 800 ընտանիք վերաբնակվեց Աղթալայում, ապա հիմնվեցին Շամլուխ, Ալավերդի քաղաքները, Մադամ գյուղը։ Վերականգնվեցին մոռացության մատնված պղնձարտադրության հազարամյակների պատմություն ունեցող ավանդույթները։ Ընդհանրապես նման տոներին յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պաշտոնյա փորձում է նաև գնահատել յուրաքանչյուր քաղաքի բնակչի, որովհետև նման քաղաքներում, նման հատկապես մասնագիտական տոներին բոլորն էլ կարիք ունեն գնահատվելու եւ մենք մեր պարտքն ենք համարում, որպեսզի վաստակ ունեցող մարդկանց անպայման գնահատենք։ Վալեքս խմբի նախագահի ոչ պաշտոնական ընդունելության ժամանակ եւս 120 աշխատողներ, մետալուրգներ, հանքագործներ, տեխնիկական ու վարչական աշխատողներ մասնագիտական տոնի արդիվ ստացան արժեքավոր նվերներ։ Եղան դրամական պարգևներ, իսկ երեքին նաեւ մրցանակ մետալուրգիայի եւ հանքարդյունաբերության ոլորտում բեղմնավոր աշխատանքի, Ալավերդի քաղաքին մատուցած ծառայությունների համար։ Շնորհակալ եմ իմ ղեկավարությունից, իմ էներգետիկներից, իմ ղեկավարությունից, իմ ցեխի պետից, իմ կոլեկտիվից եւ իմ վաղեմի որոնք որ այսօր չկան, իմ վարպետներից։ Նրանք են սերմանել աշխատանք, բարեխիղճ, նվիրվածություն աշխատանքի ամեն ինչի նկատմամբ։ Ես այսօր գոհ եմ, որ գնահատել են ինձ։ Ալավերդու եռատոնի գույներն ավելի խտացան ոսկե ծիրան փառատոնի հանրահայտ հյուրերի Ալավերդի ժամանումով։ Ալեքսանդր Սակուրով եւ ուրիշներ այցելեցին 242 տարվա պատմություն ունեցող Հայաստանի ամենահին արդյունաբերական ձեռնարկություն՝ ACP ընկերության մետալուրգիական արտադրամաս։ Հյուրերը տպավորված են լոռում տեսածով։ Գիտեք, ինձ ամեն ինչ հետաքրքրում է։ Ես երեք նաեւ ցեմենտի գործարանում եմ եղել։ Այս արտադրություններում նաեւ մարդիկ են, իսկ մարդիկ իմ հետաքրքրությունների սուբյեկտն են։ Առաջին անգամ եմ Հայաստանում, տպավորված եմ։ Հիմա այստեղ ձեր լեռներում մեկ այն տպավորություն եմ ստանում, թե Իտալիայում եմ, մեկ այն տպավորությունն է, թե Շվեյցարիայում։ Մի խոսքով շատ հետաքրքիր է այս ամենը։ Բայց սա Հայաստանն է, եւ մարդիկ այստեղ այլ են, բոլորովին այլ կոլորիտ է, ուրիշ բնավորություն։ Ալավերդու հանքագործի եւ մետալուրգի օրվան, ինչպես նաեւ Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներն ավարտվեցին տոնական մեծ համերգով։ Մետալուրգ մարզադաշտում ելույթներ ունեցան Արցախի պարիպետական, Վանաձորի Հորովեր երկի պարիպետական համույթները, հայկական էստրադայի սիրված ու հայտնի կատարողներ։ Միջոցառումը եզրափակվեց հրավառությամբ։ Հրաչյա Պապինյան, Արման Տիտանյան, Արնեն Հովսեփյան, Գևորգ Քոչինյան, Առաջին լրատվական։
Դպրոցներում ֆիզիկայի նկատմամբ ուշադրությունը թուլացել է, դիմորդը լավ չի տիրապետում առարկային։ Դիտարկումը պետհամալսարանի ռեկտորինն է։ Այսօր նա հրապարակելով քննությունների արդյունքները նշել է, որ 81 տեղ թափուր է մնացել մայրբուհում։ Քիմիա, կենսաբանություն, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա մասնագիտություններով, չնայած որ նրա խոսքով կենսաֆիզիկան աշխարհում մեծ առաջընթաց ապրող ուղղություն է։ Մայրբուհի նախընտրելի մասնագիտությունների առաջին հորիզոնականում, ինչպես միշտ, իրավաբանական, օտարլեզուների եւ բանասիրական ֆակուլտետներն են։ Երևանի պետական համալսարանի ռեկտորը հրապարակում է այս տարվա ընդունելության քննությունների արդյունքները։ Ըստ Արամ Սիմոնյանի բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմողների թիվը 2012 թվականին կազմել է 18000-ից մի փոքր ավելի, որոնցից 5400-ը դիմել էր Երևանի պետական համալսարան։ Համալսարանի դիմորդներից 381-ն ընդունվել է անվճար, իսկ 3126-ը վճարովի համակարգ։ Մայրբուհի ռեկտորը սակայն չի բացառում, որ այդ թիվն էլ կենթարկվի փոփոխության, ինչը պայմանավորված է հանգամանքով, որ շրջանավարտների մի մասը միաժամանակ դիմել է եւ պետական եւ մասնավոր բուհեր։ Մենք գոհ ենք այս տարվա ընտրությունից, ես նկատի ունեմ Երևանի պետական համալսարանին։ Եթե համեմատում ենք 2010 թվականի հետ, որովհետեւ կրկնում եմ 2011-ը համեմատելու որևէ տեղ չունի, ապա մենք այն ժամանակ ընդունել ենք 3008 ուսանող, այսինքն 3507-ի դիմաց այս տարի։ Կոնկրետ ԵՊՀ ընդունվածներից 238 ուսանող կզորակոչվի բանակ։ Ռեկտորն ասում է, որ զորացրվելուց հետո ցանկության դեպքում նրանք կարող են շարունակել ուսումը։ Իդեպ մայրբուհում կան նաև թափուր տեղեր, դրանք 81-ն են։ Համալսարանը չի կարողացել լրացնել մի քանի մասնագիտությունների գծով ուսանողների տեղերը, մասնավորապես կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա, երկրաբանություն, ջրօթերևութաբանություն, եկեղեցաբանություն, աշխարհագրություն, ռուսաց լեզու եւ գրականություն։ Միաժամանակ Արամ Սիմոնյանը կարևորեց նորաբաց Կովկասագիտության ֆակուլտետը։ Կովկասագիտությունը մեզ համար շատ կարևոր է, որովհետև ըստ Կովկասագիտության մասնագիտության ուսումնական պլանի շրջանավարտները կտիրապետեն մի քանի լեզուների, այդ թվում նաև ադրբեջաներեն, վրացերեն, հին վրացերեն, գրաբար եւ որևէ մի հյուսիս կովկասյան ժողովրդի լեզու։ ԵՊՀ-ի ամենաթանկ վճարը 700,000 դրամ բաժին է ընկնում իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին, իսկ ամենացածր վճարները ռադիոֆիզիկա, օդերևութաբանություն, մեխանիկա ֆակուլտետներում սովորելու դիմաց վճարներն են, գրեթե 300,000 դրամ։ Հայկ Հովհաննիսյան, Կարեն Գրիգորյան, Առաջին լրատվական։ Նոր միջավայր, նոր ընկերներ, խաղեր, էքսկուրսիաներ, այսպես է անցնում ճամբարային հանգիստը Ջերմուկում։ Այս անգամ մանկական ճամբարը հյուրընկալել է Սիսիանի եւ Գորիսի պատանիներին։ Սա դեռևս ճամբարային առաջին խումբն է, մինչև օգոստոս 7-օրյա հանգիստ կվայելի եւս 350 երեխա։ Ինչպես է անցնում հանգիստը առողջարանային քաղաքում, պատմում է Աննա Ավետիսյանը։ Ջերմուկի Արարատ մանկական առողջարանային ճամբարում հանգստացող սյունեցի երեխաներն են։ Հերթական էքսկուրսիան սկսում են տերունական աղոթքով։ 9-ամյա Մխիթարը առաջին անգամ է ճամբարում, բայց այն իր համար արդեն հարազատ միջավայր է։ Չեմ ուզում գնալ տուն, այստեղ լավ խաղեր կան, լավ շախմատ, շաշկի։ Այստեղ շատ լավ է, ամեն առավոտ վազում ենք, մանրամարզություններ ենք կատարում, ընկերներիս հետ խաղում ենք։ World Vision կազմակերպության Սիսիանի տարածքային զարգացման ծրագրում ընդգրկված Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների 24 համայնքների երեխաները ճամբարային հանգստի հնարավորություն ունեն արդեն 8 տարի։ Սա այս տարվա ճամբարականների առաջին խումբն է, կարիքավոր ընտանիքների 74 երեխաներով։ Մինչև օգոստոսի 7-ը 7-օրյա հանգիստ կվայելի եւս 3 խումբ, ընդհանուր առմամբ 350 երեխա։ Առողջարանային քաղաքի գեղեցկությունը երեխաներն արդեն բացահայտել են, եղել են ջրվեժում, այժմ էլ հանքային ջրերի ըմպելասրահում են։ Շատ հաճելի է շրջել այստեղի տեսարժան վայրերով, շատ գեղեցիկ է իդեպ ասեմ այստեղ։ Ես եկել եմ այստեղ ուրախանալու, եկել եմ զբոսնեմ, նստեմ ճոպանուհի, ինքնուրույնություն ենք սովորում, միասին ապրել, առանց ծնողների դիմակայել, սենց ասեմ։ Նոր միջավայր, նոր ընկերներ, տարաբնույթ դասեր, խաղեր, սպորտլանդյաներ, ազատ ժամերին նաև ընթերցանություն։ Երեխաների օրը հագեցած է անցնում, ասում է ավագ ջոկատավար Ցողիկ Արշավիրյանը։ Ճամբարականները Ջերմուկից հեռանում են անջնջելի տպավորություններով, միմյանց հրաժեշտ տալիս նույնիսկ հուզվում են։ Աշխատում ենք, որպեսզի երեխաները իրենց այստեղ վատ չզգան, չտխրեն, չկարոտեն։ Ճամբարը քրիստոնեական է, հոգևոր դասերը ամենօրյա ռեժիմի պարտադիր մասն են։ Երեխաները լսում են աստվածաշնչյան պատմություններ, սովորում աղոթքներ ու հոգևոր երգեր։ Աստծո պատվիրանները ճամբարականներն իրենց հետ տուն կտանեն, համոզված է Լևոն Դպիրը, ու կյանքում կփորձեն առաջնորդվել դրանցով։ Երեխաները պետք է անպայման մեծանան Աստծո խոսքով։
Այսինքն եթե իրանք չունենան իրենց առաջավետ օրինակները, որ տալիս է մեզ Աստվածաշունչը, մենք չենք ունենա լավ հասարակություն, բարի հասարակություն։ World Vision-ն ամառային ճամբարներ կազմակերպում է արդեն 12 տարի Հայաստանի 6 մարզերի կարիքավոր համայնքների երեխաների համար, տեղեկացնում է կազմակերպության հանրային կապերի եւ հաղորդակցության գծով ղեկավար Արմենուհի Սահակյանը։ Մասնակիցներից շատերը գյուղական համայնքներից են, նրանց համար ճամբարը նոր շփումների եւ կյանքի հմտություններ ստանալու եզակի հնարավորություն է։ Անկամ մի տարի անց երեխան դեռ հիշում է ճամբարը եւ հիշում է իր կյանքի որպես ամենապայծառ պահ գուցե։ Հստակ երևում է, որ երեխաները ավելի ազատ շփման են պատրաստ լինում ճամբարներից հետո։ Այս տարի World Vision-ի նախաձեռնությամբ ամառային ճամբարներում կհանգստանան 2800 երեխաներ։ Նրանց թիվը նախորդ տարիների համեմատ ավելացել է 325-ով, շնորհիվ Քրոնի մեծ բարեգործական հիմնադրամի հատկացրած 30,000 ամերիկյան դոլարի։ Աննա Ավետիսյան, Մանվել Հովսեփյան, Առաջին լրատվական։ Ծնունդով Կարձախցի բարերարների հանգանակություններով վերականգնվել է Սուրբ Կարապետ խոնարհված եկեղեցին։ Եկեղեցու վերահսումը կատարվել է այս կիրակի Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ։ Բազմաթիվ հյուրեր մայրաքաղաք Երևանից եւ տարբեր շրջաններից ժամանել էին Ջիվանու գյուղ մեծ տոնախմբությանը մասնակցելու համար։ Աննա Մարտիկյանն է պատմում, թե ինչպես է այսօր ապրում Կարձախը։ Գյուղի հիմնականապես բնակիչները եկել են Էրզրումու գավառից 1828 թվին։ 60 ընտանիք բնակություն հաստատելով հիմնավորվում են ու շենացնում բնակավայրը, որոշ ժամանակ անց Կարձախի բնակչությունը աճում է հասնելով շուրջ 6000-ի։ Այսօրվա դրությամբ մենք ունենք մոտավորապես մի 50 գնդապետ, փոխգնդապետներ, ուրեմն հիմնականում պաշտպանության նախարարության ոլորտի աշխատողներ, ունենք մոտավորապես մի 50-60-ի դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության տեխնատորներ, որոնք աշխատում են մեր Հայաստանի տարբեր բուհերում, դասախոսական աշխատանք են կատարում, գիտական աշխատանք են կատարում։ Այսօր սակայն գյուղում աշխատանք չգտնելու պատճառով բնակչության թիվը նվազել է 10 անգամ։ Կարձախը ներդրումների կարիք ունի եւ արդեն կարող է պարարտ հող հանդիսանալ ներդրումների համար, վստահեցնում են բնակիչները։ Կարձախցի Մոսոյանների ընտանիքը օրական 45 լիտր կաթե մշակում եւ բանջարեղեն, թանկ պահում իրենց աճեցրած 25 կիլոգրամ կշռող դդմի նկարներն ու վայելում ջավախքի խաղաղ երեկոները։ Այսօր մեր հարազատները սաղ եկել են Երևանից։ Ջավախքյան խաղաղ երեկոյի բնության ձայներն այս անգամ փոխարինվել են տարբեր տեղերից հարազատ բնակավայր ժամանած կարձախցիների բառուբանով։ Գյուղում Ջիվանու օրերն են նշելու, ինչին նախորդելու է Սուրբ Կարապետ եկեղեցու վերաբացման եւ օծման արարողությունը։ Մենք այսօր Սուրբ Կարապետ եկեղեցու նավակատիքն ենք անում, դռն բացեքի արարողություն եւ ապա օծվելու են 16 սյուները։ Կոմունիստական աստվածուրացության տարիների թոհուբոհով անցած ու որպես կոլտնտեսության պահես ծառայած Սուրբ Կարապետը բացեց իր դռները, այլևս երբեք չփակելու պայմանով։ Ճիշտ ասած, բազում շինարարական աշխատանքներ եմ կատարել, սա առաջին հոգևորական օբյեկտն էր, որը ինձ եւ մտահոգում էր եւ շահագրգռված էի, որպեսզի մի լումա ունենամ այսպիսի օբյեկտի մեջ։ Անցած տարի գյուղում ծնված Հայաստանում ճանաչում ունեցող կարձախցիները հավաքվում եւ Սոս Սահակյանի հորդորով որոշում են միջոցներ չխնայել, որպիսի հաջորդ տարի Ջիվանու օրերին նախորդի Սուրբ Կարապետի վերաբացումը։ Այսօր հբարտ ենք, որ արդեն գյուղում կվերականգնվի այն հոգևոր հիմնականը, որը պակաս էր գյուղի համար։ Եկեղեցու նավակատիքին հաջորդող առավոտյան Հայաստանից ու Վրաստանից ժամանած բարձրաստիճան հյուրերը օրը սկսեցին նորաբաց եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագով։ Երևի թե հովանավորների մեջ միակ ոչ կարձախեցի ես եմ, որ նպաստ բերեցի մի փոքր եկեղեցու բացմանը եւ հերթական շնորհագրին արժանաց։ Կարձախցիներն այսուհետև ամենօրյա աղոթքից բացի իրենց կնունքներն ու հարսանիքներն էլ կանեն գյուղում, հավատալով, որ զորավոր հավատքը կզորացնի նաև կարձախցիներին։ Աննա Մարտիկյան, Տարոն Բալոյան, Առաջին լրատվական։ Մեծ տաղասած Ջիվանուն է նվիրված առաջին հարցազրույցի մեր այսօրվա թողարկումը, որն իդեպ տեսագրվել է հենց Ջավախքում։ Նվեր Մնացականյանի հյուրն է գրող ջիվանագետ Վահան Սաղաթելյանը։ Առաջինի հարցազրույցը դիտեք 23:25-ին։ Իսկ Ջիվանու օրերի մասին պատմող ռեպորտաժը Ջավախքից կներկայացնենք մեր վաղվա թողարկումներում։ Տեղեկացնեմ նաև, որ Ջերմուկում շախմատի կանանց Գրանպրիի բացման հարարողության տեսագրությունը դիտեք այսօր 0:15 Այսքանը տաղավարում ձեզ համար աշխատում էր Շահանե Մեժլոմյանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։